իմ աշխատանքով, վերաբերմունքով նույնիսկ գան, որ իմ հետագա պաշտոնավորումը աննպատակահարմար է, ես նույնիսկ չեմ սպասի այդ SMS-ին։ Դուք ո՞նց եք իմանալու, պարոն Պողոսյան, որ Ես լավ չեք աշխատել։ Այ նշեց, չէ՞, փորձը։ Այդ փորձով ես կզգամ ու նաև ես ինքս իմ աշխատանքը կարող եմ գնահատել։ Պարոն Պողոսյան, երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդարադատությունը ոչ թե ուշանումը, այլ տեղ չի հասնում եւ ասաց, որ կառույցները իրավապահ մեկը մյուսի վրա է գցում պատասխանատվությունը եւ այդպիսով արդարադատություն Հայաստանում չի կայանում։ Հիմա օրինակ քննչական կոմիտեն արդյոք անում է ամեն բան, որ չձգձգի գործերը կամ իր գործառույթները ճիշտ կատարի, չուշացնի արդարադատությունը եւ տեղ հասցնի։ Հիմա շնորհակալություն ձեր հարցի համար։ Հիմա դուք ինձ դրդում եք, որպեսզի ես ինքնագովազդով զբաղվեմ։ Ասեմ, որ քննչական կոմիտեն իրականում այդ խնդիրը կա։ Եթե մենք ունենք այսօր քրեական վարույթներ, որ առնվազն 7 տարի, 8 տարի դեռևս նախաքննության փուլում են, ուրեմն խնդիր կա, չէ՞։ Մենք մեր խնդիրները առաջերտին պետք է հասկանանք, եթե մինչև խնդիրները չհասկանանք, այդ խնդիրները չվերհանենք, դրանց լուծման ուղղությամբ միջոցներ չձեռնարկենք, այդ վարույթները շարունակելու են առկա լինել։ Այսինքն, քանի դեռ կա տևական ժամանակ քննվող քրեական վարույթներ, որոնցով դատավարության մասնավոր մասնակիցները մեզանից արդարադատություն են ակնկալում, ուրեմն մենք այդտեղ անելիք ունենք։ Ես կիսում եմ դատախազությանը, դատարաններին, դատավորներին որտեղ է։ Ես առաջի հերթին մեզ եմ մեղադրում, ինքս այս համակարգում առաջի հերթին ես ինձ եմ մեղադրում, քանի դեռ կան այդպես վարույթներ եւ ինձնից կախված ամեն ինչ չեմ արել այդ վարույթների ընթացքը լուծել, ուրեմն առաջի հերթին ինձ եմ մեղադրում։ Պարզ է, չէ՞ պատասխանը։ Պարզ է պատասխանը։ Բավարարված եք։ Պարոն Պողոսյան, ես շարունակեմ, քանի որ ձեր այսպես հանդիպմանը շատ երկար եմ սպասել, բավականին հարցերը շատ են կուտակվել։ Դուք անհետ կորածների ծնողների հետ արդեն երկրորդ հանդիպումն է ազգային ժողովում տեղի ունեցել եւ այդ հանդիպման ավարտից հետո ծնողները դուրս են եկել եւ բավականին դժգոհություն են արտահայտել։ Առաջին դժգոհությունը օբյեկտիվ էր ըստ էության, որովհետեւ դուք նոր եք նշանակվել կոմիտեի նախագահ, երկրորդ անգամ հնչեցրեցին այսպիսի կարծիք։ Փնթի ջուր ծեծոցի էր այնտեղ, ինչ կատարվում էր եւ երկրորդ անգամ կրկին պարոն Պողոսյան ծնողները հնչեցնում են ձեր անունը, ինչու են դժգոհ ձեր աշխատանքից, ժամանակ էր տվել, գրեթե 1.5 ամիս անցավ։ Իսկ ինչ էին նշում, որ իմ անունը։ Ասում էին, որ ըստ էության ԴՆԹ-ների հետ կապված այդ խնդիրները կան, ինչու չեն օրինակ հրավիրում Արսեն Թորոսյանին, Չէ, ուզում եմ հասկանամ իմ անունը ինչի հետ էին կապում։ Ասում են, որ ըստ էության եկել էին, որ պետք է ասեին ինչ են արել, ինչ չեն արել, փաստացի ոչինչ չի արել, փնթի աշխատանք էր։ Այսինքն դուք այդ օրը ինչ հավաքվել էիք 1.5 ամսվա ընթացքում, որ ցույց տայիք, որ ինչ էիք արել, ծնողները դժգոհ գնացին։ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես նշեմ, որ որևիցե կերպ, որևիցե անգամ չեմ փորձում ըստ էության արդարացնեմ որևիցե քննիչի գործողությունները, անգործությունը եւ այլն։ Բայց առաջինը արձանագրենք, որ իմ նշանակումից ի վեր եւ նաեւ մինչեւ իմ նշանակումը քրեական վարույթներով հսկայածավալ աշխատանք է կատարված։ Քրեական վարույթը բաղկացած է հարյուրավոր հատորներից։ Այսօր առաջի հերթին պետք է արձանագրենք, որ բոլորս էլ գիտակցում ենք, որ անհայտ կորածների թվաքանակը կամ մինչև այն անձինք, ովքեր որ համաձայնվել են տանեն իրենց երեխեքի մասունքները ուղարկավոր են, այս թիվը նվազել է, չէ՞, եւ նվազել են չի արդյունքում, նվազել է նրա արդյունքում, որ քննիչները աշխատանք են կատարել, փորձակնություններ են նշանակել, գենետիկական տարբեր փորձակնություններ նշանակել, այսինքն այս առումով արձանագրենք, որ քննություն կատարվել է։ Հիմա երկրորդ հարցը այն է, թե որքանով է գոհացնում այս քննությունը դատավարության այս կամ այն մասնակցին, սա այլ հարց է։ Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, բայց այնուամենայնիվ դարձյալ լինեն մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն դժգոհ են քննությունից, որովհետև դատավարության այն մասնակիցները, ովքեր որ դժգոհ են, միգուցե սպասելիքներն այլ են։ Փորձել եք հասկանալ ինչ է։ Ես ավարտեմ Տիկին Մանուկյան։ Ես նշեմ, որ հարյուրավոր դարձյալ նշանակումից հետո այս վերջի 3 ամսվա ընթացքում, 4 ամսվա ընթացքում հարյուրավոր քննչական գործողություններ են կատարվել եւ դարձյալ այդ քննչական գործողությունների արդյունքում եղել են նաեւ անձինք, ովքեր որ համաձայնվել են
եւ ուղարկավորել են իրենց երեխաներին։ Բայց նաեւ այս ուղղությամբ դեռևս ունենք բազմաթիվ փորձակնություններ, որոնք ըստ էության իր եզրակացությունները չենք ստացել։ Ինչ վերաբերվում է ծնողների այդ որ դուք նշեցիք որակումները, որ ըստ էության փնթի քննություն է կատարել, ես չգիտեմ, դա հավանաբար կապված էր մի գրության հետ, ես երևի այդ կինը ես տեսել եմ այդ հարցազրույցը։ Կմանրամասնեք ինչ գրության մասին։ Մի հատ գրություն էր, որտեղ որ քննիչը թույլ էր տվել տեխնիկական վրիպակ, որոշումը կայացել էր, բայց գրության մեջ այլ անձի անմազգաններ գրել։ Երեխայի Որովհետև չէ, ծանուցելուց որ գրությունը ուղարկում է որոշումը համապատասխան գրությամբ, գրության մեջ մոռացել էր նախորդ գրության մեջ նույն այլ անձի տվյալներ էր նշել եւ էսի դարավ քննարկման առարկա, որ հնդի քննություն է կատարվել, այսինքն էսի համարեցին վերաբերմունք քննիչի կողմից։ Նշեմ, որ այդ առումով քննչական կոմիտեում ծառայական քննություն է նշանակված, բայց այդ անձը, ով որ այդ գրությունը ստացել էր, ինքը լիարժեք ստացավ իր պատասխանը եւ բավարարված է, ինքը համոզվեց, որ դա ըստ էության տեխնիկական վրիպակի արդյունք էր։ Եվ կներեք, եւ մի գրության հիման վրա մատնանշել եւ որակել քննությունը որպես փնթի, Տիկին Մանուկյան կարծում եմ արդար չի։ 5 տարի է ծնողները սպասում են պարոն Պողոսյան։ 5 տարի մենք իրենց հետ փորձել ենք լռել, մասնագիտական առումով իրենք ինչ ասել են, մենք լրագրողներս որևէ ձայն չենք անի ասելով, որ իրենց որևէ բան պետք չի ասել, բայց փաստացի 5 տարի է ծնողները կոնկրետ պատասխանների են սպասում ու չունեն այդ կոնկրետ պատասխանները։ Ես նաև նշեմ, որ Տիկին Մանուկյան պաշտոնավարումից ի վեր, չգիտեմ տեղյակ եք թե չէ, ես գրեթե ամենօրյա ռեժիմով ընդունում եմ անհետ կորած իմ ծառայողների ծնողներին կապ չունի, ես նոր նշեցի նաև իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, աշխատաժամանակը, օրվա ժամի տևողությունը, ցանկացած պահի, երբ որ ծնողները գալիս են, ես անմիջապես ընդունում եմ, լսում եմ իրենց բարձրացված խնդիրների լուծման հետ կապված ըստ էության հենց տեղում լուծումներ եմ առաջարկում եւ մեր ամենօրյա շփումը կա, կարծում եմ շփման պակաս չունենք, հետեւաբար այս առումով մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի փորձենք բարձրացված խնդիրները լուծենք հավուր պատշաճի։ 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործերի ընթացքը դուք ինչպես եք գնահատում, որովհետև այս առումով կան սպասելիքներ պատերազմի հետ կապված պատասխանատուների այն տեղեր, որտեղ մեծ պարտություններ կամ մեծ զոհեր են ունեցել, դրա հետ կապված մարդիկ սպասում են պատասխանների, իրավական գնահատականների։ Ինչ է։ Դուք եթե Շնորհակալ եմ հարցի համար, դուք եթե ուշադրություն եք դարձրել մեր հրապարակումներին, մենք բազմաթիվ հրապարակումներ ենք տվել կապված 44-օրյա պատերազմի հետ կապված իրադարձությունների, մենք ունենք քրեական վարույթներ, որ բարձրաստիճան զինվորականների մասով քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ դատան են ուղարկվել։ Առանձին անհատական գործերին բերեք չանդրադառնամ,